մեր հայրենակիցները իհարկե կզարմանան, որ այսօր մենք այստեղ ենք, որովհետև շատերը այստեղ այն կարծիքին են, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես ուշադրության պիտի արժանի չլինի։ Բայց մենք չենք եկել Նիկոլ Փաշինյանի մոտ, մենք եկել ենք Հայաստանի Հանրապետի վարչապետի նստավայր, աշխատավայր եւ դիմում ենք նրան, ով պիտի լինի եւ գործի որպես վարչապետ։ Այսօրվա մեր հանրագրի բովանդակությունը։ Հանրագիր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի 16 հունվարի 2026 թվական։ Պարոն Փաշինյան, ցավում եմ, որ ձեզ համար արդեն սովորական է դարձել խախտել կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետը։ Այդ սահմանադրական օրենքում մասնավորապես ասված է. կուսակցությունների համար երաշխավորվում է գործունեություն իրականացնելու ազատությունը։ Այսինքն սա միակ օրենքն է, որում խոսվում է կուսակցությունների գործունեության օրինականացման մասին։ Ուրեմն գործունեություն իրականացնելու ազատություն, այդ թվում առաջին հրապարակայնորեն ներկայացնել իր դիրքորոշումը պետական եւ հասարակական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ, երկրորդ պետական մարմիններին պաշտոնատար անձանց ներկայացնել անհատական եւ կոլեկտիվ հանրագրեր, որոնք համապատասխան մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված կարգով ենթակա են քննարկման։ Ընդգծումները, այդ շեշտադրումները ես ինքս եմ կատարում։ Մի կողմ դնելով այն, որ 2018 թվականից սկսյալ ավելի քան 7 անգամ անհատապես եւ համախոհ քաղաքական ուժերի հետ հրապարակայնորեն ներկայացրել է մեր դիրքորոշումը ՀՀ սահմանադրության վերաբերյալ, դուք եւ ձեզ ենթակա արդարադատության նախարարությունը խախտելով այս սահմանադրական օրենքը ոչ մի անգամ օրենքով սահմանված կարգով քննարկման չեք դրել մեր հանրագրերը։ Այս անգամ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն ու պատրաստի նախագիծը ձեզ եւ սահմանադրական խորհրդին, արդարադատության նախարարին ներկայացնելուց առաջ եւ դրան զուգահեռ ճիշտ եմ համարում նախ ձեզ հիշեցնել կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով սահմանված կանոնները եւ դրանից ելնելով այս պահից մեր հանրության առողջ շրջանակների հետ ուշադիր հետևելու ենք ձեր կեցվածքին։ Սա վերացական խոսք չէ։ Ամեն ուրբաթ մենք այստեղ հավաքվելու ենք մինչև փետրվարի 18-ը, ոչ անսահմանափակ ժամկետով։ Եթե ձեզ թվում է, թե դուք վեր եք օրենքներից եւ կարող եք արհամարհել Հայաստանի Հանրապետության մանավանդ սահմանադրական օրենքի պահանջները, ապա վստահեցնում եմ, որ դա անհետևանք չի մնա։ Ես կարող էի այս ներածությունից հետո եւս մեկ անգամ ձեզ փոխանցել մեր դեռևս 12 տարի առաջ շրջանառության մեջ դրված նախագիծը, սակայն կամենում եմ նաեւ մի քանի պարզաբանումներ ներկայացնել։ Նախագիծը ամեն ոք կարող է կարդալ www.demos.am կայքում։ Այնտեղ եւ հայեցակարգը կա եւ մեր նախագիծը։ Ձեր հեղինակած նորմատիվ իրավական ակտերում հրապարակայնությունը, այսինքն բացխոսությունը, ազդարարված է որպես հիմնական աշխատանքային սկզբունք։ Սակայն առ այսօր ոչ դուք, ոչ էլ իրար փոխարինող արդարադատության նախարարները գործընթացների վերաբերյալ ոչ մի հստակ դիրքորոշում չեք ներկայացրել։ Հանրությանը չի ասված, թե գործող սահմանադրության որ դրույթներն են խանգարում կամ վնասակար եւ դրանք ինչ բարեփոխումների են ենթակա։ Դուք ինքնուրույն առանց որևէ իրավական հիմնավորման որոշեցիք, որ սահմանադրության մասնակի փոփոխությունների, բարեփոխումների փոխարեն նոր սահմանադրություն է պետք։ Սահմանադրագիտությանն անհարիր նորամուծություն եք փորձում ներդնել մեր իրականության մեջ, պահպանել գործող պետական համակարգը, սակայն փոխել այն ամրագրող սահմանադրությունը։ Բարեփոխումների ձեր ծրագրում խոսք չկա քաղաքացու եւ նրա իրավունքների մասին։ Ձեր բոլոր վերլուծություններում շեշտադրվում են իշխանության շահերն ու իշխանությունների նկատառումները։ Երբեք չեք ասել, թե ինչ եք անհրաժեշտ համարում փոխել։ Սահմանադրության որ դրույթներն են անհաջող եւս ձեզ ինչպիսի դրույթներով պետք է դրանք փոխարինվեն։ Ընդհանրապես կարծում այսպեսին է։
որևէ երևույթի, որևէ խնդրի մասին խոսելուց առաջ նախ եւ առաջ մարդն ասում է այս խնդրի մեջ կան հետեւյալ բարդությունները, դրանք պետք է փոխարինել այս ճիշտ լուծումներով։ Այս դեպքում մենք երբեք դա այս եթե 8 տարվա ընթացքում երբեք չլսեցինք։ Գործող սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի լուծարմամբ, ուրեմն կար մասնագիտական հանձնաժողով եւ խորհուրդ։ Հիմա այդ մասնագիտական հանձնաժողովը մեր ճնշումների արդյունքում լուծարված է, որովհետեւ մենք ասում ենք, գործ չանող մարդկանց վարձատրություն տալով դուք ըստ էության ապօրինի վարձատրություն եք տալիս, որը օրենքով նախատեսվում է որպես հանցագործություն։ Դուք մասնագետներից զրկեցիք գործընթացը, այսինքն նոր սահմանադրություն են գրում առանց մասնագետների, եւ այժմ ճակերտավոր չեզոք մասնագետների փոխարեն մասնագիտական առաքելություն են իրականացնում Արդարադատության նախարարության շարքային պաշտոնյաներ։ Մինչդեռ աշխարհի շատ երկրներում մանավանդ նոր սահմանադրություն գրելու համար որպես կանոն հատուկ ոչ կառավարական կառույց սահմանադիր ժողովներ են ստեղծվում։ Դուք Հայաստանը կոչում եք ժողովրդավարության միջնաբեր, բաստիոն։ Այն դեպքում, երբ արդեն ավելի քան 7 տարի արգելում եք քննարկել բացարձակ ժողովրդավարության համակարգի հիման վրա գրված նախագիծը։ Այն դեռևս 2014 թվականից միակ, կրկնում եմ, միակ այլընտրանքային տարբերակն է, եղել է եւ է, ուրիշը չի եղել եւ չկա։ Ավելին, ի տարբերություն մարդկությանն առ այսօր հայտնի բոլոր սահմանադրությունների, այս նախագիծը միակն է, որով քաղաքացին իսկապես դառնում է իշխանության կրողը, երկրի կառավարման հարցում կատարելապես ազատագրվելով խտրականության անգամ նվազագույն դրսևորումներից։ Մեր նախագծի հիմքում քաղաքացու իրավավասարության ապահովումն է, մանավանդ երկրի կառավարման հարցում։ Երբ խոսում եմ խտրականության մասին, որպեսզի մերկապարանոց չթվա, ուզում եմ, որ մեր հայրենակիցներ ուշադրություն դարձնեն մի բանի վրա։ Գնացիր ընտրության, ձայն տվեցիր մի թեկնածուի, ներկայացուցչական մարմնի համար, այդ թեկնածուն չանցավ, քո ձայնը կորում է։ Դա նշանակում է մինչև հաջորդ ընտրություն դու չես լինում ներկայացված, այսինքն դու ենթարկվում ես խտրականության։ Մեր տարբերակն այնպիսին է, որ որևէ օրենքի ոչ կատարյալ լինելու հետևանքով որևէ քաղաքացի չի դառնում ստորադասված, այսինքն խտրականության ենթարկված։ Մենք հավատում ենք, որ որևէ պետության մեջ որևէ պետական գործիչ, այդ թվում նաև դուք, ի վիճակի է հասկանալ։ Ի վերջո մենք քեզ մարդ ենք համարում, Նիկոլ Փաշինյան։ Մտածում ենք, որ ի վերջո մարդ ես, ու ի վիճակի ես հասկանալ, որ մենք ԱԻՄ-ականներս եւ մեզ հետ աշխատող մյուս այս հարցում համախոհ 15 կազմակերպությունների ներկայացուցիչները ոչ մի մասնավոր նպատակ չենք հետապնդում այս խնդիրը բարձրացնելով։ Եվ մեր նախագծի ընդունումով հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները, ժողովուրդ քաղաքացիներ, առանց քաղաքացիների ժողովուրդ չկա։ Հայ ժողովուրդը կկատարեն մի քաղաքակրթական ներդրում, որի արդյունքում Հայաստանը ոչ միայն կճանաչվի աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, այլև օրինակելի կդառնա ողջ մարդկության համար։ Ես լինելով Սովետական միության ժողովրդավարական շարժումների առաջնորդը, ընտրված ղեկավարը, դեռևս 40 տարի առաջ, խորապես ծանոթ եմ բոլոր դրսևորումներին ժողովրդավարական, գիտեմ ինչ խնդիրներ ունեն տարբեր ազգեր, ու երբ ասում եմ սրա մասին, անհատապես հաշվի եմ առնում այդ հսկա փորձառությունը։ Այո, Հայաստանը այս դեպքում կդառնա աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը։ Թե եթե դու ժողովրդավար ես քո էության մեջ, սիրում ես քո ժողովրդին, ինչպես կարող ես այն աստիճանի դեմ լինել, որ նույնիսկ քննարկումից փախնես։ Իմ դեմ որևէ քաղաքական ուժի դեմ, ԱԻՄ-ի դեմ կանգնելը, նրա ծրագրերին հակադրվել է կարելի է բնականon մրցապայքարային տրամաբանությամբ բացատրել։ Այսինքն ես էլ եմ քաղաքական ուժ, ԱԻՄ-ն էլ է քաղաքական ուժ, ինչքան կարող եմ պիտի խանգարեմ։ Դա կարելի է բնականon համարել։ Բայց երբ խոսքը ոչ թե քաղաքական պայքարի, այլ հայ ժողովրդի քաղաքակրթական ներդրման մասին է, հակառակվելը թշնամական վերաբերմունք դրսևորելը ողջ քաղաքակիրթ աշխարհի մարդկության դեմ գործելուն հավասարազոր է դառնում։ Այսինքն այս դեպքում
իրենց ապիկարությամբ, իրենց ստոր նկատառումներով, իրենց իշխանատենչությամբ, բռնապետական ստոր հակումներով, իրենք միայն հայ ժողովրդի իսկապես ժողովրդավարական կազմակերպությունների դեմ չեն կանգնել։ Իրենք մեծագույն քաղաքակրթական ներդրման ճանապարհին են կանգնած։ Այս ամենը մենք ձեզ ասում ենք, անձամբ ես քեզ ասում եմ Նիկոլ Փաշինյան, ոչ միայն որպես ժողովրդավարական ճանապարհով Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ, որպես 68 թվականից 91 թվականները ես գլխավորել եմ Հայաստանի անկախության պայքար եւ հենց ժողովրդավարական ճանապարհով։ Բոլորը հիշում եք, հանրաքվեն ժողովրդավարության ամենաբարձր դրսևորումներից մեկն է։ Եվ մենք անկախության հասանք հենց ժողովրդավարական ճանապարհով։ Ուրեմն ասում եմ ոչ միայն որպես Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ, այլև աշխարհի հզորագույն բռնապետության ԽՍՀՄ-ի ժողովրդավարական շարժումների հիմնադիր եւ առաջնորդ, որպես այդ անձն եմ այսօր այս առաջարկը ներկայացնում։ Կասկածողները կարող են բացել համացանցը Freedom Activist Directory 91 թվականով այնտեղ կարդալ սովետական միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր ու առաջնորդ ով է համարվում։ Այս փաստաթղթից մենք եւս մեկ անգամ ներկայացնում ենք բարեփոխումների մեր հայացակարգը ու նախագիծը ստորագրությունը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյան։ Մեր մոտեցումը կրկնեմ հետևյալն է։ Այսօր մենք եւս մեկ փուլ ենք սկսում, ինձ համար այս ուղղությամբ աշխատելու վերջին փորձն է սա, որովհետեւ որքան էլ որ մեզ պետք էր հավաքել փաստաթղթավորել ինչ որտեղ, որ գործ ունենք ռեցիդիվ հակազգային տրամադրվածության տեր իշխանությունների հետ, բայց մենք անընդմեջ չպետք է դրանով զբաղվենք։ Սա համարում եմ մեր վերջին, բայց ամենավճռական գործը, որպեսզի այս գործը չմնա անորոշության մեջ, ինչպես նախորդ ժամանակներում հենց սկզբից, ինչպես տեսակ, նախազգուշացնում ենք իշխանություններին, որ դուք այժմ խոշորացույցի տակ եք, ամեն շաբաթ ժամը 4-ին մենք այստեղ կհավաքվենք, կտեղեկացնենք նաև մարդկանց, մեր համախոհ քաղաքական ուժերից բացի բոլոր Հայաստանի քաղաքացիներին, կհետևենք զարգացումներին, այսօր Թիչյան դատախազին էլ տրվելու դրություն, որ ի սկզբանե ինքը վերցնի իր վերահսկողության տակ, դատախազին գրված գրության մեջ շատ հստակ ասված է, որ հասկանում ենք, որ ձեզ այս պաշտոնին նշանակողի դեմ աշխատել դուք չեք կարող, հասկանալի է, դժվար է, բայց դուք պիտի չմոռանաք, որ դուք պետք է պարտավոր եք ենթարկվել օրենքների։ Եվ ի վերջո, այսպես շարունակաբար մինչև փետրվարի 18-ը, փետրվարի 18-ին կլինի մեր եզրափակիչ խոսակցությունը, բայց ես հավատում եմ, որ այդ խոսակցությունը չի լինի մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ, դա արդեն կլինի լուրջ, չեմ ուզում են ամենախիստ բառեր օգտագործել, ի վերջո մենք մինչև վերջ պիտի հավատանք, առայժմ այդ հավատալու փուլում ենք, հավատանք, որ որևէ պահի Աստծո կերպարանքով ստեղծված մարդը կարող է իր մեջ մարդկայնությունը գտնել, վերստանալ ու հիշելով, որ մահկանացու է, կանգնել ճշմարտության, արդարության կողքին։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ գործ ունենք, շատ լավ ենք հասկանում, որ գործ ունենք մեր պատմության հայտնի ամենաապիկար դրսևորումներ ունեցած անձի հետ, բայց դա մեզ չի պարտավորեցնում հենց սկզբից խաչ քաշել եւ ստանձնել դատավորի կեցված։ Այսպիսով մենք հիմա կհանձնենք այս փաստաթղթերի ժողովածուն, կհանձնենք ընդունարան, խոսելու բան չունենք այս պահին, հետո կգնանք դատախազին կհանձնենք մեր հանրագիր այն մասին, որ ակնկալում ենք, որ ինքը պիտի հետևողականորեն հենց սկզբից վերահսկի գործընթացը եւ քանի որ Սահմանադրության հետ կապված գործընթացները կատարում է Արդարադատության նախարարությունը, մի ուղերձ էլ կտանք Արդարադատության նախարարին եւ այսօրվա մեր գործը կհամարենք հարված։ Մյուս քաղաքական ուժերի հետ մեր խոսակցությունները շարունակվում են։ Մի տխուր բան կա, ուզում եմ ասել, որ կարողանան ձերբազատվել դրանից 16 քաղաքական ուժերի մեջ իրար կողք կանգնելու պատրաստ են ամենաշատը 9։ Մյուսները իրար ատում են։
Եվ անգամ ազգի համար ամենակարևոր հարցերում ի վիճակի չեն այդ ատելությունը հաղթահարել։ Մենք նրանց բուժումով չենք զբաղվել, բայց նրանց պարտավոր ենք ասել, որ երբ խոսքը վերաբերում է ազգին, հայրենիքին, ժողովրդին, այդտեղ պետք է վեր կանգնես քո նույնիսկ արդարացի դժգոհություններից։ Մենք այստեղ խոսում ենք միայն մեր երկիրը քաղաքացիների սեփականությունը դարձնելու մասին, որը ի սկզբանե տրված է ու ոտնահարված։ Սրանից ավելի կարևոր բան որևէ ժողովուրդ չի ունեցել ու չի կարող ունենալ, ինչ խնդիրներ էլ որ լինեն։ Եթե իշխանությունը չի պատկանում ժողովրդին, նշանակում է խախտված է հիմքերի հիմքը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այստեղ են, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հեռվից կհետևեն ու հաջորդ փուլում կմիանան մեզ։ Հիմա մենք գնում ենք հանձնելու թղթերը, ովքեր կամենում են կարող են